Բարի երեկո, երբ ամենօրյա գործերի մեջ ես աշխատանքի մեջ, համեմատաբար ծանրաբեռնված, ժամանակդ քիչ է, շատ բաներ չես հասցնում կամ եթե հասցնում ես, ապա ուժերիդ վերջին լարումով բազմաթիվ ինֆորմացիաներ մի տեսակ դուրս են մնում ուշադրությունիցդ։ Ճիշտ է, դու լսում ես դրանք, միգուցե նույնիսկ լսելու ընթացքում ինչ-որ կերպ արձագանքում, բայց հետո մոռանում ես կամ գցում համակարգչային լեզվով ասած սպամի դարակը։ Մինչդեռ դրանք մեղմ ասած հետաքրքիր ինֆորմացիաներ են։ Այսօր օրինակ տեղեկատվություն տարածվեց, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հիմքեր ունեն կասկածելու, թե մեր խանութներում վաճառվող տեղական հավերից շատերն իրականում տեղական չեն, միգրանտներ են։ Պարզ ասած, ոչ թե տեղական, ասենք մեր օդու ջրի հավեր են, այլ եսիմ որտեղ ծնված մեծացած, եսիմ ինչով կերակրված ու եսիմ ինչ պայմաններում սատկած հավեր։ Հանձնաժողովը պատրաստվում է լրջորեն ուսումնասիրել այս խնդիրը։ Եթե միգրանտ հավերին գտնեն, ապա նրանց բերողներին ու տեղական այդտեղ վաճառողներին կպատժեն։ Բայց ասեք, որ հայկական հնարամտությունը սահմաններ չունի։ Նախ, ստացվում է, որ մարդկանց ավելի շատ ձեռք է տալիս ոչ թե տեղում, այստեղ հավի բիզնես անել, այլ ներկրել այն դրսից, ինչն արդեն իսկ մեղմ ձևակերպենք ուշագրավ է, եւ հետո կարող են չի ասել, որ այո, միգրանտ հավեր են, դրսից ենք բերել, բայց լավն են, համեղ են, գովազդային քաղաքականություն վարեին, որ ասենք մեր բերած զիմբաբվեական հավերը տեղականին ոչ միայն չեն զիջում, այլ մի բան էլ ավելի լավն է։ Ասենք երբ տապակում ես, զիմբաբվեական հավը շատ հաճելի գույն է ձեռք բերում, քանի որ մաշկի տարբերություն հայկականի տեղից ավելի մուգ է, ու երբ մի բան էլ տապակում ես, իսկական մուլատկա է դառնում։ Կամ ինչու ասենք հավի միգրացիայով զբաղվողները օրիգինալ PR քայլեր չեն մտածում։ Օրինակ, երբ ինչ-որ մարդիկ միլիարդներ կպցնելու ազնիվ մղումներից դրդված ամբողջ աշխարհին սկսեցին ահաբեկել փռշտացող հավերի եկյատներով, որոշ երկրներում հավաբուծությունը փրկելու սպառողներին համոզելու համար, որ տղեր, կերեք վախենալու բան չկա, ասենք իտալացի գործարանները մեծ միջոցառումներ էին կազմակերպում, մի 200,000 հավի գրիլ էին պատրաստում, մի քանի հազար մարդ հրավիրում ձրի հավ ուտելու եւ բոլորի աչքի առաջ առաջինն իրենք էին ուտում, ցույց տալու համար, որ վախենալու ոչ մի բան չկա, իրենց հավերը փռշտացող հավեր չեն։ Ազդում էր, գիտեք, մարդիկ նման ակցիաներից հետո սկսում էին հավատալ, որ վտանգ չկա ու նորից հավ էին գնում։ Գրիլ, երբ որ հավին լավ փիդում ես ու դնում ես նրա խուցը, ինչպես քնքուշ մի հուշի թե դեմետալիզիր։ Բա մերոնք ինչու չեն անում։ Լավ, ենթադրենք իսկապես էլ ուզում են հավ ներկրել ու վաճառել։ Ինչու չհայտարարել, որ ներկրված հավը շատ լավն է, ապացուցել դա, ու իտալացիների նման, ասենք տեցիկ ռուգի մատուցներում այդ տարածքների համար ոչ ավանդական միջոցառում կազմակերպել։ Մարդկանց հրավիրել ներկրած հավ ուտելու ու հենց առաջինն էլ իրենք ուտեն։ Խնդիր կա, երևի վստահ են, որ իրենց ենթադրաբար զիմբաբվեական պոտենցիալ մուլատկա հավերն իրականում այնքան էլ լավը չեն, ու որքան էլ իրենք ուտեն, միևնույն է, մարդիկ դժվար թե հավատան։ Հավասեցի, հիշեցի եւս մեկ սպամ դարակն ուղարկված տեղեկատվություն։ Պարզվում է, Բաքվում կայանալիք Եվրատեսիլի օրերին Ադրբեջան կոչվող ապօրինի շինության մայրաքաղաքում ոչ ավել ոչ պակաս գեյ պարադ է անցկացվելու։ Ասում են մեր տեղական գերն այդ տեղեկատվությունից հետո բաքվեցիներին մի ուրիշ տեսակ են սկսել նախանձել, մինչև խորքը, հոգու։ Բայց դա չի կարևորը, ինձ մի հարց է հետաքրքրում։ Լավ, ենթադրենք, թե հարևան խանությունում իսկապես որոշել են գեյ պարադ անցկացնել։ Առավել քան ակնհայտ է, որ Եվրատեսիլի ֆոնին անցկացվող գեյ պարադը որոշ առումով նույնիսկ պետական կարևորության միջոցառում է, ամբողջ աշխարհով են չել ցույց տալու դա։ Ու հիմա ինձ հետաքրքրում է, Պուչուր Ալիևը դուրս գալու է գեյերի առջև, ողջունելու է նրանց, ճարմար ասելու է, ոնց որ թե նման բանի կարիք զգացվում է։ Իսկ ինչ, գիտես ինչու, թվում է, որ դուրս կգա, կողջունի էլ, ելույթ էլ կունենա։ Ժողովուրդ, կեսար ժողովուրդ։ Ժողովուրդ։ Վար կեսարին։ Իմ ժողովուրդ։ Ինչքան տղաներ կան իմ ժողովրդին մեջ։ Բարև ձեզ տղաներ։ Մի խոսքով։ Երբ փորձում են պատկերացնել այդ տեսարանը, թե ինչպես են հատուկ Պուչուր խանի համար ամբիոն պատրաստել բարձր փառահեղ, ինքն էլ միայնակ կանգնած է այդ ամբիոնին, իսկ փողոցով խրոխտ շարքերով անցնում են համայն աշխարհից ժամանած գեյերն ու լեսբոյները եւ օթային պաչիկ-մաչիկներ ուղարկում ժպտացող Ալիևին, որը Բրեժնևի պես աջ ձեռքը վերև պարզած կթափահարի այն, ողջունելով իրեն օթային պաչիկ-մաչիկներ ուղարկող այդ անհասկանալի տղաներին թե աղջիկներին։ Ահա երբ պատկերացնում եմ այդ տեսարանը, էլի, չգիտես ինչու, Զիմբաբվեի մուլատկա հավերին եմ հիշում, չգիտեմ ինչու, երևի սպամ ասոցիացիաներին։ Առողջ եղեք։